կառուցված է զորից, հա։ Արդեն ռեալ գալիս է։ Այս շենքը գալիս Ունիսի երկուսի, շատ կողից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեխաներ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հաջողված մեկ երկու էլեմենտ ամբողջացնում են ուրիշ մանեն ամեն ու կարից չարաչա ջրի հարցը լուծված է տակն է սարմն է մշտական խնդիրություն է դորոքման համակարգում պետք է իսկ իրոք մեր հարկ վճարողները և վաճառահետևանքային կապերը տեսնել, տեղական բաները, հարկերը, տուրքերը, սեփական եկամուտների աճը, դրանք շատ բոլորը փոխկապակցված են։ Այն բաներում խաղարապարակներն լավ է։ Շեմերը որ չկա, լավ է, երեխեք կանցներից ողջունները կպնելու հնելու են, սենց շատ լավ է։ Շնորհավոր մանկապարտեզ։ Դու դպրոց ես։ Դու մանկապարտեզ ես, թե դպրոց։ Բայց գիտեմ ամենամեծ հարցը լուծել ենք մանկապարտեզից։ Վարդում ալա մեծ հարց կա։ Այդ խնդիրը դնելու են, որ հավաքենք ամեն համայնքի ըստ համայնքի բնակիչների 3 խնդիրներ են, որ էլ մարդիկ հարց բարձրացնելու բան չունենան, ամեն բնակավայրի համայնքի չէ, ամեն բնակավայրի 3 առաջնային խնդիրը, որ մենք ունենանք, իմանանք էլ որ ձեր ասելու կարիքը լինի, որ ոչ կախված լինի, մենք կգանք չենք գա, բնակիչներով որոշում եք 3 ամենակարևոր ամենաառաջնային խնդիրը։ Գալիս է իմ սեղանին առաջիկա տարիներին այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո գալիս ենք հաջորդ 3 խնդիրն ենք վերցնում։ Հետո այդ 3 խնդիրը լուծում պրծնում ենք, հետո հաջորդ 3 խնդիրն ենք պրծնում ու տենց միջև այդ խնդիրները պրծնում։ Որովհետև հիմա տեսեք, ասցին ճանապարհ, ասցին աշխատանք, ասցին ջրամբար, ասցին ֆուտբոլի դաշտ, ասցին այս կարևորը ջան։ Բայց միջև այդ խնդիրը 3 խնդիրը չլուծենք, 4-րդ, 5-րդ, 6-րդ խնդիրը պետք է չասենք, որ մեզ շունչ քաշելու ժամանակ տակ, որ մենք այդ հարցերով կենտրոնանանք զբաղվել։ Էս է իմ առաջարկը։ Մենք իմանանք, որ արդիկ խոշորացված համայնքի նոր կյանք բնակավայրի 3 հիմնական խնդիրները հետևյալներն են եւ դա բնակչության կարծիքն է, վարչական ղեկավարի կարծիքն է, համայնքի ղեկավարի կարծիքն է։ Մեր ժողովրդին ինչ եմ ասում։ Ասում եմ ժողովուրդ ջան, տենց խնդիր չի լինելու համայնքին կամ բնակավայրին վերաբերվող, որ դուք բարձրացնեք, մենք էլ ասենք չէ, չենք լուծելու այդ խնդիրը։ Չկա տենց խնդիր։ Բոլոր խնդիրներն էլ պետք է լուծենք։ Հաջորդը եւ ձեզ խնդրում եմ, որ դուք ընկալեք, մենք բոլորս ընկալենք մի բան, որ մենք ինչի հաշվին ենք անում այս գործերը, անում ենք ձեր վճարած հարկերի հաշվին։ Հիմա շատ տեղերում գյուղացիները ասում են, մենք գյուղատնտեսական աշխատանքով ենք զբաղված, մենք օրենքով, նույնիսկ օրենքով մեր գործունեությունը նենց է, որ մենք հարկ վճարելու բան չունենք։ Նախ միշտ հարկ վճարելու կա բանը, անշարժ գույքի հարկը։ Այդ որ այդքան բողոքում են, ասում են անշարժ գույքի հարկը
թանկացել է, հիմա գյուղում նոր կյանք հարգելի բնակավայրի բնակիչներից, ով այդ հարցը բարձրացնի, իրան խնդրում եմ ոչ մի բանավոր արձագանք պետք չի, պետք է խնդրանքով, խնդրելով հրավիրել, բերել այս շենքի առաջը կանգնացնել, այ 2 րոպե նայել, ասել, էս էլ ձեր հարցի պատասխանն է, բայց կա նաև հաջորդը, որ ես ինչ եմ ասում մարդկանց, ասում եմ, սիրելի նոր կյանքի բնակիչներ, այս մանկապարտեզին նայեք եւ ձեզ խնդրում եմ, հա դուք գործունեությունը ձեր հարկային ավելացված արժեքի հարկ եւ այլն չի ձևավորում, բայց դուք գնում եք ծխախոտ եք առնում, հաց եք առնում, չգիտեմ, շաքար եք առնում, ալյուր եք առնում, շոր եք առնում, կոշիկ եք առնում, այդ որ առնում եք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Այս մանկապարտեզը հիշեք, ու ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Սրա մասին է խոսքը։ Եվ ջրամբարի մասին հիշեք, ոչ մի անգամ ՀԴՄ-ի առանց ՀԴՄ-ի դուրս մի եկեք։ Ճամփի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի դուրս մի եկեք։ Դպրոցի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ֆուտբոլի դաշտի մասին հիշեք, ոչ մի անգամ առանց ՀԴՄ-ի խանութից դուրս մի եկեք։ Այս է աշխատանքի մեթոդը։ Թե չէ տենց բան չկա, որ ասեք, ես պետք է սարքվի, ես ասեմ, չէ, չպետք է։ Իհարկե պետք է սարքվի։ Իմ ուզածը ինչ է, իմ ուզածը եւ իմ ցանկությունն ինչ է, ես չեմ ուզում, որ սենց իրավիճակ լինի, որ դուք այդտեղ եք կանգնած, ես այդտեղ եմ կանգնած, տեն չի։ Մի րոպե, այ մենք իրար հետ, այ սենց կանգնած ենք։ Իրար հետ։ Հետ դու մի գնա, դու մի գնա։ Դու ես մեզ հետ կանգնած, այ սենց կանգնած ենք։ Իրար հետ արինք, կանենք, չարինք, դե ոնց անենք։ Պետք է նախ հավատանք իրար, վստահենք իրար, բայց իմանանք, որ ամեն մեկիցս ինչ որ մի բան կախված է։ Համաձայն եմ, ես վարչապետ եմ, ինձնից շատ բան է կախված։ Դուք քաղաքացի եք, գյուղում ապրող քաղաքացի եք, ձեզնից էլ է կախված, ամեն անհատից քիչ բան է կախված, բայց ձեզ եթե ամեն անհատը ամեն խանութ մտնելիս էս մանկապարտեզն ու ջրամբարը հիշի, այդ ՀԴՄ-ն վերցնի իր հետ, այ կտեսնեք, որ դուք շատ մեծ խնդիր եք լուծում, մեր ձեռներն էլ այնքան ազատում եք, որ մենք կարողանանք ձեր բարձրացրած հարցեր լուծել։ Այս Նախ ուզում եմ մեր գյուղի բնակչության եւ անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ մանկապարտեզի համար, ոչ միայն մանկապարտեզի համար, ինչպես մեր Կարանշեց ճանապարհները նույնպես ասֆալտապատվեցին, Գյումրի, Փանձիկ, Ռասկամած։ Հետո Գյումրի, Հորոմ, Արիկ մեր գյուղով է անցել էլի, ասֆալտապատված, բարեկարգված, դրա համար նույնպես շնորհակալ ենք։ Ուզում եմ ասել, որ մենք մեր գյուղը բարեխիղճ չհարգատումներից է, մենք ամեն տարի 100% եւ ավել կատարում ենք մեր հանրային պարտավորությունները, ի նկատի ունենալով հենց մանկապարտեզի շենքը, վաղը ջրամբարը, մյուս օրը մյուս խնդիրը, ուզում եմ ասել, սիրելի բնակիչներ, նաեւ ձեզ, որ մեր տան խնդիրներն է մենք միանգամից չենք կարողանում լուծել։ Երկիրը նույնպես մի մեծ տուն է, մենք էլ այդ տան ընտանիքի անդամներն ենք։ Յուրաքանչյուր հարց ըստ առաջնահերթության հարկ ու պատիվ մեր կառավարությունը պարոն վարչապետին, նաև մեզ յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենք այս ամեն մի գործի համար։ Պետք է գնանք մեր երկրի բարգավաճմանը, զարգացմանը։ Գնացիք, շնորհակալ եմ։